1998-ի մարտի 30-ի նախագահի ընտրությունների այս դրվագը պատմական է։ Վարչապետ Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է տեղամասերից մեկը եւ հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը Քոչարյանի օգտին քվեարկած հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ Հանձնաժողովի անդամ Էմա Խուդաբաշյանը կարճ եւ ապարդյուն դիմադրություն է ցույց տալիս։ Ես այսպես պարկեցի ящики վրա բռնեցին այս մազերիցս մեկը վզից խփեց մյուսը ու ящիկը բացեցին գցեցին։ Ես գոռում եմ օգնեցեք, միլիցիոներ, միլիցիոնացմա մենք չենք գա։ Ոսկե հանջանի Սայաթ Նովայի երգի հնչյունների ներքո էր տեղի ունենում 1998-ի մարտի 30-ի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքների ամփոփումը։ Թեկնածուները երկուսն էին՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Կարեն Դեմիրճյանը, որի նախագահ տեսնելու իր պատճառներն ուներ նաեւ Դեմիրճյան թոռնիկը։ Որովհետեւ նա մնացել է մեզ հետ եւ մնացել է մեր կողքին։ 2001-ի մարտի 30-ին կառավարության դիմացին հավաքվել բոլոր այն ձեռնարկատերերը, որոնք դժգոհում են ապրիլի 1-ից հաշվիչ դրամարկղային մեքենաներով աշխատելու որոշումից։ Նրանք այդ մասին իմացել են 4 օր առաջ եւ իրենց հաշվին էլ պետք է գնեն $200 այդ սարքերը։ Պաստորեն մեզ դիպում են, որ մենք չաշխատենք։ Այդքան բան, բողոք ցույց խնդրան Կարամ Սարգսյանին, ում թեկուզ մեր գերագույն խորհրդին, թող վերանայեն։ 2000 թվականի մարտի 30-ին Հայաստանի ժամանակ համաշխարհային սկաուտական շարժման առաջնորդը Ժակ Մորելոն։ Նա մեր իշխանություններից պահանջում էր արդար դատաքննություն իրականացնել օկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Հարություն Հարությունյանի նկատմամբ։ Մորելոն Հարություն Հարությունյանին անվանեց աշխարհի գլխավոր սկաուտներից մեկը եւ հիշեցրեց, որ նրան ձերբակալելով Հայաստանը մտածելու շատ բան ունի։ Մորելոն 25 տարի գլխավորել էր միջազգային Կարմիր խաչը եւ եղել էր Նելսոն Մանդելայի հասարակական պաշտպանը։ 2001-ի այսօրը Երևան ստուդիայի աշխատակիցներին արգելվում է մուտք գործել իրենց տարածք։ Աշխատակիցները համոզված են, որ հանրային հեռուստաընկերությունն ուզում է ազատվել ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանից։ Հենց այդ պատճառով էլ նաև հոսանքազրկել է ստուդիան։ Սա սաբոտաժ է։ Իրանք հիմա ուզում են մեր թիկունքից հոսանք քաշեն, բայց մեր հոսանքի դիմաց ով է վճարելու։ Կարողանալով լուծարել ստուդիան, իրենք դիմում են պատժամիջոցների։ 2001-ի այսօրը կոմունիստների հրավիրած համագումարի հյուրն է Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը։ Հայ կոմունիստները Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշում են որպես արևմուտքի կամակատար։ Ստանալով անսահմանափակ վարկեր, քաղաքական պատվեր են կատարում Հայաստանն օտարելով իր դարավոր բարեկամներից, ամենից արած Ռուսաստանի դաշնությունից։ 2002-ի մարտի 30-ին ՀՀՇ վարչության շենքում համագումար է հրավիրում Դավիթ Շանազարյանի գլխավորած 21-րդ դար կուսակցությունը եւ հայտարարում կուսակցության լուծարման մասին։ Ռոբերտ Քոչարյանի նախորդող իշխանության ներկայացուցիչը խոսում է մի Հայաստանի մասին, որտեղ իշխանությունը զավթված է առանց ընտրությունների եւ դրա համար պատասխան տվող չկա։ 2011-ի այսօրը Հայ ազգային կոնգրես շարժումը նիստ է հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Օրակարգը հայտնի չէ, ընդհանրաբար այն կապ ունի Ազատության հրապարակում հանրահավաքներ հրավիրելու հարցի հետ։ Ավելի քան 3 տարի քաղաքապետարանը չի արտոնում ընդդիմության որևէ հանրահավաք Ազատության հրապարակում։ Որևէ իշխանություն, որևէ ոստիկանություն չի կարող 100,000 քաղաքացիների մուտք արգելել որևէ տարածք։ Նույն օր Ազատության հրապարակում հոգևորական էօրնությամբ իր հասադուլը դադարեցրեց Ռաֆի Հովհաննիսյանը, որը վերջին 15 օրերին Սերժ Սարգսյանից պահանջում էր վարիչնել եւ ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Հասադուլը դադարեցնելու պատճառը բժիշկների հորդորն էր եւ երեխաների հանդեպ պարտքը։